Քիմիայի անհատական օնլայն պարապմունքների համար զանգահարել վիդեոյի նկարագրությունում նշված հեռախոսահամարով։ Ատոմի կառուցվածքը միջուկ էլեկտրոն։ Որն է սելենի հիմնական վիճակում գտնվող ատոմի արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնային բանաձևը։ Սելենը գտնվում է 4-րդ պարբերությունում, դա նշանակում է, որ այն ունի 4 էներգիական մակարդակներ, եւ վերջինը հենց 4-րդն է։ Այն գտնվում է 6-րդ խմբում, դա նշանակում է, որ 4-րդ էներգիական մակարդակում այն ունի 6 էլեկտրոն, այսինքն արտաքին 4-րդ էներգիական մակարդակի բանաձևը կլինի 4s2 4p4 երրորդ պատասխանը, քանի որ գումարային 6 էլեկտրոն, որոնք են հիմնական վիճակում գտնվող ատոմի էլեկտրոնային բանաձև ունեցող տարի գազային ջրածնային միացության եւ բարձրագույն օքսիդի բանաձևերը։ Գումարենք էլեկտրոնները 4, 10, 15։ 15 կարգաթիվը ունի ֆոսֆորը։ Հետևաբար ճիշտ է երրորդ պատասխանը pH3 եւ P2O5, որն է RO2 բարձրագույն օքսիդ ունեցող տարի հիմնական վիճակում գտնվող ատոմի արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնային բանաձևը։ RO2 բարձրագույն օքսիդի բանաձև ունեցող տարրերը գտնվում են 4-րդ խմբում, հետևաբար նրանք վերջին արտաքին էներգիական մակարդակում պետք է պարունակեն 4 էլեկտրոն։ Այսինքն ճիշտ է երկրորդ պատասխանը NS2 NP2, քանի որ գումարային 4 էլեկտրոն է։ Որն է սելեն 2- իոնի արտաքին էներգիական մակարդակի էլեկտրոնային բանաձևը։ Ինչպես արդեն նշեցինք առաջին վարժությունում, սելենի արտաքին էներգիական մակարդակի բանաձևը ունի հետևյալ տեսքը 4s2 4p4։ Սելեն 2- նշանակում է, որ մենք պետք է ավելացնենք եւս 2 էլեկտրոն։ Հետևաբար բանաձևը կունենա հետևյալ տեսքը 4s2 4p6։ Դա մեզ մոտ 4-րդ պատասխանն է։ Քանի էլեկտրոն կա քրոմին հիմնական վիճակում գտնվող ատոմի երրորդ էներգիական մակարդակում։ Քրոմի էլեկտրոնային բանաձևը ունի հետևյալ տեսքը։ Թե ինչպես դուրս բերել քրոմի էլեկտրոնային բանաձևը նշված է առանձին վիդեոյում։ Երրորդ էներգիական մակարդակում մենք ունենք 3s2, 3p6, 3d5, գումարային 2 գումարած 6, 8 գումարած 5, 13։ Ճիշտ է 4-րդ պատասխանը։ Որն է սիլիցիումի հիմնական վիճակում գտնվող ատոմի էլեկտրոնային բանաձևը։ Սիլիցիումը գտնվում է 3-րդ պարբերությունում եւ 4-րդ խմբում, հետևաբար այն ունի 3 էներգիական մակարդակներ եւ արտաքին էներգիական մակարդակը հենց 3-րդն է։ 3-րդ էներգիական մակարդակում սիլիցիումը պետք է ունենա 4 էլեկտրոն, քանի որ գտնվում է 4 խմբում։ Նայում ենք 4 էլեկտրոն, որ տարբերակն է, 3-րդ տարբերակը 3s2 3p2, 2 գումարած 2 4 էլեկտրոն, ճիշտ է երրորդ պատասխանը։ Որ տարի ատոմը գրգռված վիճակում 6 կենտ էլեկտրոն կունենա։ Սկսենք առաջի տարբերակից՝ ծծումբ։ Ծծումբի կարգաթիվը 16 է, հետևաբար այն ունի 16 էլեկտրոն։ Այն նաև գտնվում է 3-րդ պարբերությունում, հետևաբար ունի 3 էներգիական մակարդակներ։ Առաջին էներգիական մակարդակը 1s2-ն է։ Երկրորդը 2s2 2p6։ Երրորդ էներգիական մակարդակում կարող են լինել S, P եւ D ենթամակարդակները, նշենք։ Հաշվենք էլեկտրոնների քանակը 2, 4, 10, 12, այսինքն մեզ անհրաժեշտ է եւս 4 էլեկտրոն, դրա համար նշում ենք 1, 2, 3, 4։ Սա ծծումբի հիմնական վիճակում գտնվող ատոմի էլեկտրոնային բանաձևն է։ Սակայն էլեկտրոնները ձգտում են լինել չզույգված վիճակում եւ գրգռված վիճակում 3s2 էլեկտրոններից մեկը տեղափոխվում են դեպի d օրբիտալներ եւ 3p6 էլեկտրոնների զույգված էլեկտրոններից մեկը տեղափոխվում է կրկին 3d օրբիտալ։ Այսինքն մենք ունենում ենք 1, 2, 3, 4, 5, 6 կենտ էլեկտրոն։ Դա էլ հենց կլինի մեր ճիշտ պատասխանը, այսինքն առաջինը ծծումբը։ Որ տարի ատոմի հիմնական վիճակին է համապատասխանում 4s2 4p2 էլեկտրոնային բանաձևը։ 4s2 4p2 նշանակում է, որ այն ունի 4 էներգիական մակարդակ, այսինքն գտնվում է 4-րդ պարբերությունում։ Իսկ 4-րդ էներգիական մակարդակում էլեկտրոնների թիվը 2 գումարած 2 4 է, այսինքն գտնվում է 4-րդ խմբում։ Այսինքն 4-րդ խումբ, 4-րդ պարբերություն։ Նայում ենք ալյումինը 3-րդ պարբերություն 3-րդ խումբ, սխալ պատասխանը, ազոտը 2-րդ պարբերություն 5-րդ խումբ, սխալ պատասխանը, գերմանիումը
4-րդ պարբերություն 4-րդ խումբ, այսինքն սա կլինի մեր ճիշտ պատասխանը։ Քվանտային թվերի որ արժեքներով է բնութագրվում 3D ենթամակարդակում գտնվող էլեկտրոնը։ Առանձին վիդեոյում ես նկարագրում եմ, թե ինչպես հաշվել քվանտային թվերը։ 3D նշանակում է, որ n-ը հավասար է 3-ի, իսկ l-ը հավասար է n-1, այսինքն 3 հանած 1, այսինքն l-ը հավասար է 2-ի։ Ճիշտ է 4-րդ պատասխանը։